Հասկանանք հետևյալը ինչու Աստված ուզում էր որ Զմուրնիայի եկեղեցին հասկանար ով է Հիսուսը, որովհետև իրանք նույն ձև անցնում էին տառապանքներով, չարչարանքներով, հալածանքներով, նահատակվում, մարտիրոսվում հանուն Քրիստոսի, եւ Աստված ուզեց այս եկեղեցու հետ խոսալ, որ գիտեմ, տեղյակ եմ, ինչի միջով ես անցնում, բայց եք ես խոսեմ, թե ինչ է մահը եւ ինչ է հարությունը։ Եթե մարդը անցնում է բազմաթիվ տառապանքների միջոցով եւ կրկին դուրս է գալիս, դա խոսում է այն մասին, որ քեզ հետ է հարության զորությունը։ Այն ամենը, ինչի միջով, այն ամենը, ինչը անցնում է հալածանքներով եւ մնում է դեռ կանգուն, այն կոչվում է հարություն։ Այն ամենը, ինչը անցնում է մահվան միջով, բայց չի թաղվում, այն կոչվում է հարություն, բայց այն ամենը, որ մեռնում է, դադարում է իր գործնեությունը ու էլ չի հարություն առնում, դա չի կարող կոչվել հարություն։ Այո, դժոխքի դռները այսօր էլ դեռ բաց են եկեղեցու համար, սակայն դրանք չեն կարող հաղթել եկեղեցուն, ինչու։ Մի պատճառով, որ հարության զորությունը դա եկեղեցու էությունն է, դա եկեղեցու բնույթն է, չմեռնել, հաղթել, որովհետև քո առաջնորդը չի մեռել, քո առաջնորդը հաղթել է մահվանը։